Երևանի կենտրոնում Սարյան փողոցում քանդվելու է քաղաքի խորհրդային շրջանի խորհրդանիշներից մեկը՝ Հայփոստի շենքը։ Դրա տեղում նախատեսվում է կառուցել համաշխարհային առևտրի կենտրոն, շուրջ $300 միլիոն արժողությամբ բազմաֆունկցիոնալ համալիր։ Սակայն միջին վիճակագրական երևանցին դեռևս լիովին տեղեկացված չէ, թե իր քաղաքի կենտրոնում ինչ է կառուցվելու։ Ավելին, նախագծի մասին անգամ ճարտարապետներն են տեղեկացել այստեղից այնտեղից։ Ինչու այսպիսի մասշտաբային նախագիծը մինչև հիմա չի դարձել լայն հանրային եւ մասնագիտական քննարկման առարկա, եւ առհասարակ ինչու պետք է քանդել շենքը։ Հայփոստի գլխավոր մասնաշենքի հեղինակն է ճարտարապետ Էդուարդ Սարապյանը, որի կառույցներից մեկը ի տարբերություն այս շենքի պահպանվեց։ Կարելի էր նույն օրինակով շարունակել, նշում է ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։ Ռազդան հյուրանոցի հեղինակն է, հրապարակի մշակույթի թանգարանի հեղինակն է, եւ քաղաքի երկար ժամանակվա ճարտարապետ եւ հեղինակն է Սայաթ Նովայի արձանի քանդակագործի պետի մասին, հեղինակն է Սարապյան Էդվարդը։ Հիմա այդ Ռազդան հյուրանոցը մի թեթև, այսպես ասած, ճակատները ժամանակակից նյութերով մշակելուց ստացվեց բավականին համակրելի այսօրվա բոլոր պահանջներին համապատասխանող հյուրանոց։ Հիմա ինչն է խանգարում, որ այդպիսի մոտեցումով գնալ, ոչ թե քանդել։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն նախատեսվում է շուրջ 50 հարկանի երկնաքեր կառուցել։ Եթե այդպես է, ապա խոսքը ոչ թե հերթական կառուցապատման, այլ Երևանի համայնապատկերը փոխող կառույցի մասին է։ Ճարտարապետը կարծում է, որ եթե համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելը պարտադիր է, դրա համար կարելի է դիտարկել նաև այլ տարածքներ։ Հիմա այդ ծավալը այն կողմից դվին է եւ դվինի կողքի հյուրանոցը, այս կողմից էլ սա ավելի երկու անգամ բարձր շինություն է։ Այդ թաղամասի իմաստը կորցնել են տալի։ Դες կոնդիցիաները այսքան տարիներ սպասել են, որ այդպես ինչ-որ պիտի բան լինի։ Այդ հարցը, որը իրոք լուրջ հարց է, այսքան տարիներ չի լուծում, դրել են մի կողմ, ուզում են տեղ մի հատ հուշարձան շենք դնել, չի կարելի օդանավակայանի կողքը այդ ամեն ինչը կազմակերպել եւ չանել 50 հարկ, անել այնպես, որ համահունչ լինի եղած ճարտարապետության հետ։ Բացի դրանից, եկան խնդիրներ լուծեցին, գնացին։ Կուզենան գան Երևան ման գան, թող գան ման գան։ Բայց 50 հարկում պետքա մարդիկ նստեն, չէ՞։ Այդ մարդիկ պետքա կենցաղ ունենան, այդ մարդիկ պետքա կապի միջոցներ ունենան։ Այդ նշանակում է այդ բլուրը լրիվ 5 տարով պետքա քանդվի, կոմունիկացիաներ անցկացվի, էսբերվի կապի միջոցներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչու համար։ Նման մասշտաբի կառույցը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել քաղաքի կենտրոնը, երթևեկությունն ու մարդկանց հոսքը։ Խնդիրը միայն շենքը չէ։ Սարյանը, Գլխավոր Մաշտոցի պողոտան, Կոնդը եւ Հրազդանի կիրճ տանող հատվածը մեկ ամբողջական քաղաքային միջավայր են։ Լավ կլիներ, որ դա հակառակը մաքրվեր, սարքվեր այնպիսի մի հաճելի մի միջավայր, որ մարդիկ հաճույքով երեկոն կենտրոնի ապրող այդ մեծ զանգվածա բնակելի չէ, հիմա գլխավոր պողոտայի վրա, որ նրանք կարողանային հնարավորություն ունենային գնային մաքրոտ շնչեին վերադառնալ, ինչքանով է մաքրոտ մեր քաղաքի օդը։ Նախագծին կառավարությունը հավանություն է տվել 2023-ին Ռենշինի ներկայացրած ծրագրի հիման վրա։ Այն իրականացվում է պետություն մասնավոր համագործակցությամբ ստեղծված համաշխարհային առևտրի կենտրոն Երևան ընկերության միջոցով, որտեղ Ռենշինին պատկանում է 56%, պետությանը 19%, իսկ Հայփոստին 25%։ Այսինքն Երևանի կենտրոնը փոխող այս նախագիծը միայն մասնավոր նախաձեռնություն չէ, դրանում բաժնեմաս ունի նաև պետությունը։ Նախագիծը հարվածի տակ է դնելու նաև Կոնդի երկու թունելները։ 1935-ից 36 թվականներին կառուցված շուրջ կես կիլոմետր ձգվող այս թունելները նախատեսված էին Հրազդանի կիրճը քաղաքի հետ կապելու համար։ Հիմա, ըստ տեղեկությունների, դրանք վերածվելու են ավտոկայանատեղիի։ Եթե սարքեն ավարտեն, արդեն հնացած կլինի։ Եվ մեր քաղաքին հոգե հարազատ չի լինի։ Այս հարցերի պատասխանները, սակայն, մինչև հիմա ամբողջական չեն։ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը մեզ հայտնել է, որ այս փուլում նախագծի վերաբերյալ ամբողջական մեկնաբանություն դեռ չեն կարող տալ։ Քաղաքապետարանից էլ մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում են պահանջել։
Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։